Անդրեյ Շուգարովի արվեստը ձևավորվում է հայկական գեղանկարչական ավանդույթից եւ իրականության հետ նրա կենդանի զգայական կապից։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ նկարչի ակադեմիական ավանդույթ հարաբերությունների շղթան ցուցահանդեսը։ Համար շատ հուզելի օր է սա, որտեղ այս ցուցահանդեսը անում եմ հարազատ տեղում, այսինքն Գեղարվեստի ակադեմիայում, կարելի ասել ես թե մեծացել եմ 73 թվից ես գտնվում եմ այս ակադեմիայում։ Հիմա էլ դասավանդում եմ ստեղ։ Ցուցահանդեսի գաղափարը այն էր, որ ես այդ ցուցահանդեսը վաղուց էի ուզում նվիրեի իմ դասախոսին, վարժապետին Էդուարդ Համայակի Չիսաբեկյանին, որը շատ մեծ դեր է խաղացել իմ նկարչական ուղու մեջ։ Ես մոտարապես 4 տարի իր մոտ սովորել եմ իր արվեստանոցում, այդ սովորելուց հետո ամենակարևոր տարիները հետո էին, երբ որ մենք շփվում էինք Շորժայում եւ իր մոտ իր տանը Սայաթնովա, շատ մեծ հետք թողեց։ Մի հատ պեյզաժ կա, որը մենք իրար հետ ենք արել, եւ կողքի գործը, որ ինքը շատ հավանում էր, եւ այդ ձիերը, գաղափարը դա է, որ ես այդ ցուցահանդես ուզում եմ նվիրեմ իրան։ Իր տարիներին, որ ինքը ներդրեց իմ մեջ։ Այդ ինչ որ ես այսօր կարամ անեմ, ես շատ պարտական եմ իրան։ Շատ հարազատ մարդ է ինձ եւ մնացած դասախոսները, մենակ ինքը չէ։ Պրոստը գլխավորը այսօր ոնց որ ինքը ունի։ Վերևից հաստատ տենում է, որ ես այսօր այդ ցուցահանդեսը անում եմ։ Ուզում եմ նշեմ Մկրտիչ Սեդրակյանին, Զմբատյան Գարիին, Արծունյան Էդվարդին, Ասլանյան Վաղինակին, Ռոմանոս Սարգսյանին, Ադալյան Ռուբենին, սաղին նշում եմ։ Ուղղակի այսօր այս իր ցուցահանդեսն է, ոնց որ եւ իմս։ Ինքը շատ բարձր մակարդակի ինտելեկտ ուներ, բազմակողմանի զարգացած մարդ էր եւ երաժշտություններ սիրում, շատ մեծ նշանակություն տալիս էր իրար հետ հաց ուտել։ Մենք հաց էինք ուտում իրար հետ եւ լսում էինք երաժշտություն եւ հետո ասեմ իմիջիայլոց իր անգերությունը ինձ եկավ ոնց որ կտակել է, ինքը հորս մոտիկ ընկերն էր, այսինքն հայրս իրան շատ էր սիրում, նույն ձևի ինքը վերաբերվում էր հորս։ Եվ դա անցավ ինձ, որպես մարդ հրաշալի մարդ էր, ճիշտն ասեմ, մի քիչ բարդ մարդ էր, բայց հրաշալի մարդ էր, օբրազ էր, կերպար էր մի ուրիշ ձևի։ Դասավանդելը դա մի հրաշք էր, որտեվ ինքը իր աշկերը ուրիշ ձևի էին, ինքը ուրիշ ձևի էր տենում արվեստը եւ արվեստի մեջ հասավ շատ բարձր մի ուրիշ մակարդակին։ Այսօր ասեմ, որ մի քանի հատ գործեր ունի, ոչ թե մի քանի հատ, շատերը ունի, որ կարելի է տանել եւ Օրսեյում, Փարիզում ցուցադրել առանց ամանչելու։ Երևի հələ գերադասի այն գործերը, որ դե կան։ Էտյուդները, որ անում էինք իրար հետ, այնքան բան եմ սովորել իրանից։ Տակն ու սառը գույնը, ոնց նայես օբյեկտին, ինչ ձևի նայես, ոնց զգաս ջուրը, ոնց զգաս քարը, ծառը, մարդը, պորտրետը, այդ թողեց իմ վրա շատ մեծ հետք։ Իսկական վարժապետ էր, իմ համար, կոնկրետ իմ համար, դա իմ կարծիքն է ու ես լրիվ դրան հետևում եմ։ Գարի Սմբատյանը շատ մեծ դեր ունեցավ իմ կյանքում, որտեվ էլի հայրը շատ մոտ էր այդ մարդու հետ, հրաշալի ընկերներ էին, իր տղան էլ իմ մանկության ընկերն է։ Եվ Գարի Սմբատյանը առաջինը բան արեց տենց կոնկրետ ասեց, որ պետք է պրոֆեսիոնալ պարապենք գունանկար, գծանկար եւ մնացած բաները։ Ասենք, այսինքն պրոֆեսիոնալ նկարչության հետ ես իր մոտ եմ սկսել պարապել եւ ինքը Լենինգրադի ակադեմիա էր ավարտել եւ Լենինգրադ էր կարմիր դիպլոմով մանումենտալիստ էր եւ շատ բաներ ինձ սովորացրեց գծանկարի մեջ, գունանկարի մեջ եւ ես այդ մարդուն շատ պարտական եմ։ Հետո է Ռուբեն Ադալյանը 71 թվին մենք ծանոթացանք իր արվեստանոցը իմ արվեստանոցի կողքն էր։ Այսինքն մենք հարևան էինք եւ շփվում էինք մի ուրիշ ձևի, ինքն էլ ինտելեկտով այդ իր ինտելեկտը գրավում էր եւ շատ ուժեղ նկարիչ էր, շատ։ Իր հետ շփումը շատ բան տվեց ինձ, շատ արվեստի մեջ, այսինքն տարբեր ձևի նայել արվեստին։ Այդ զանազանությունը, որ մտնի արվեստի մեջ, նկարչության մեջ, այդ դա ինձ շատ բան տվեց։
Մանկությունից ես բավականին ես ոչ շնորհքով երեխա էի, բացի նկարչությունից ուրիշ բան այդքան չէի կարող անել, բայց նկարչությունը սիրեցի։ Իհարկե սիրեցի, որտեվ մեր ընտանիքը բավականի մեծ կապ ուներ արվեստի հետ։ Հայրս միջալոստեի դեկանն էր, բավական երկար ժամանակ եւ նկարչությունը լավ գիտեր։ Երբ որ ես սկսեցի նկարել մանկուց, արդեն 7-6-7 տարեկանից ինքը եւ մայրս երբեք բան չէին անում, ասենք արգելք չկար։ Անում էի այն ինչ որ ես ուզում եմ։ Եվ դա շատ կարևոր է իմ համար, շատ լավ հետ կա թողե իմ տվորչեսկի, այսպես ասած, ուղու վրա։ Մանկությունից էդ եմ հիշում։ Հետո արդեն սկսի պրոֆեսիոնալ պարապել Սմբատյան գարի մոտ եւ։ Տատիկս հեչ դեմ չէր, տատիկս էլի դաշնակարուհի էր։ 1912 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ակադեմիան, կոնսերվատորիան, այսինքն, եւ արվեստի հետ շատ մոտ կապ ուներ։ Հորս կողմից պապաս եղել է զինվորական բժիշկ։ Ինքը ուզում էր, որ ես բժիշկ դառնայի, բայց չէ։ Ինքն էլ դեմ չէր, բայց ուզում էր։ Ես մոտարապես 4 տարի ապրել եմ Փարիզում, եւ եթե ընդ ես վաճառել եմ ու լավ եմ վաճառեգործելս, ուրեմն լավ է մոտենում, դա ամեն ինչ ասում է։ Եթե չվաճառվեր, ուրեմն լավ չի։ Եթե վաճառվում էր, ուրեմն լավ է։ Եվ իրանք ընդ շատ բան եմ սովորել իհարկե, որովհետև գիտեք ինչ, այդտեղի թանգարանները Իտալիայի, Փարիզի, Գերմանիայի շատ տեղերում եմ եղել, դա շատ մեծ ազդեցություն թողեց իմ նկարչության վրա, շատ։ Ընդ տեսա իմպրեսիոնիզմը, ռոմանտիզմը եւ տարբեր ուղղությունները, կուբիզմ, շատ կարեւոր են իմ համար։ Իհարկե թողել է ինչ որ մի հետք իմ տվորչեսկի, այսպես ասած, ռուսերեն ասեմ, ուղու վրա։ Շորժան շատ հետաքրքիր տեղ էր, նույն կնշեմ այդ մարդկանց։ Սմբատյան Տիգրան, Ակնունի Արմեն, Սեդրակյան Դավիթ, Աբրամյան Դավիթ, Տեր-Պետրոսյան Միքայել, լիքը մարդիկ կան, որոնք այդ շորժան ինչ-որ նկայարան էր, էլի, որտեղ որ մենք սաղովս հանդիպում էինք, ինչ էինք անում ընդ Էդի արդեն մի քիչ ուրիշ թեմա է եւ ես չեմ կարող դրա մասին ասեմ։ Մի ընկերներ, որը մեր դեկանն է, Ավետիսյան Ավետիկը, իմ հետ է, ստեղ իրար հետ աշխատում ենք, ինքն էլ ինչ որ մասնակցություն ուներ դրա մեջ։ Կարելի է դա ասել, բայց մնացած բաները չասեմ, հա։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը իմ կինն է։ Ամեն ձևի ոգեշնչում է ինձ, ինքը շատ տաղանդավոր դերասանուհի է, շատ։ Կարամ ասեմ, որ տես դերասանուհիներ շատ քիչ կան, տաղանդը շատ մեծ է եւ իսկական համ կինը, համ ընկերը ամեն ինչ հենց այդ մի կերպարի մեջ կա։ Եվ հրաշալի աղջիկ ունենք, որը նույն ձևի տաղանդավոր մարդ է շատ։ Ես միշտ սիրել եմ մեր ակադեմիան շատ։ Եվ 6 տարի առաջ ուզեցա Գամստե աշխատեմ։ Սաղ կյանքը այս բույի հետ կապված է։ Հրաշալի ուսանողներ են իմ մոտ։ Շատ լավ։ Արտակարգ ջահելություն ունենք, շատ տաղանդավոր։ Շատ տաղանդավոր։ Եվ բացի դրանից ես դպրոցել ունեմ, որտեղ որ դասավանդում եմ, այդտեղի աշակերտներն են հրաշալի աշակերտներ են։ Հենց մի հատ աշակերտ ունեմ, հրաշալի տաղանդավոր աղջիկ է, շատ։ Ստեղ էլ շատ տաղանդավոր մարդիկ կան, այսինքն ուսանողներ, եթե տենց վերցնենք, հրաշալի ուժեղ կայացած արդեն շատ քիչ է մնում, որ դառնան իսկական նկարիչ։ Եթե աշխատեն կդառնան։ Այցելուները մինչև դեկտեմբերի 26-ը հնարավորություն կունենան Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում անձամբ ծանոթանալ վաստակաշատ նկարչի գործերին։